Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում ես այսօր զրուցելու եմ արդարադատության գեներալ մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ, բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, նախ ուզում եմ մեր զրույցը սկսենք ամենաշատ քննարկվող մի արտահայտությունից, երեկ Գյումրու ԿՊԱ-ական թեկնածուն ասում էր, որ Արցախը կամ իրենց լեզվով ասած Ղարաբաղը շատ վատ տեղ էր, դրա համար գյումրեցի երիտասարդները գումար էին վճարում, որ այնտեղ չծառայեն։ Իրապես այդպես է եղել։ Իրապես մարդիկ խուսափել են եւ եթե նույնիսկ եղել են խուսափողներ, ինչի համար են խուսափել Արցախում ծառայելուց։ Դե գիտեք, այս թեկնածուն Գյումրի ավականու որպես առաջի համար կրող ԿՊ-ի թեկնածուն կրկնում է իր կնքահոր արտահայտությունը։ Չէ՞ որ ժամանակի Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ազգային ժողովի ամբիոնից Արցախը Շուշին համարում էր դժգույն ու դժբախտ քաղաք։ Արցախը անմիջապես հանձնեց թշնամուն։ Հիմա սկսել են լուրջ հակադրություն ու ռեպրեսիաներ արցախցիների նկատմամբ։ Եվ հիմա այս անձը, որ դա կրկնում է գործնականում Նիկոլ Փաշինյանի ասած մտքերը։ Արցախում մեր տղաները միշտ էլ հայրենանվեր գործ են արել, ծառայություն են արել։ Եվ շատ անձիկ գիտեմ, որոնք Արցախում էին ուզում ծառայեին։ Նույնիսկ իմ տղան, որ բանակ մեկնեց, այն ժամանակ իրեն ճամբարակի հատված դիրքեր ուղարկեցին Գեղարքունիքի մարզի։ Ինքը եւս պնդում էր Արցախ ուղարկելու, պարզապես այդ ժամանակ իրեն Գեղարքունիք ուղարկեցին, որը իր դիրքային վտանգավորության տեսանկյունից չէր զիջում Արցախի։ Այդ արտահայտությունները պարզապես նորից սեպ է խրում հայոց մեր հայկական երկու թևի արցախցիների ու Հայաստանի բնակչության միջև։ Երբևէ որևէ մեկին ես չեմ հիշում, որ վախ ունենա Արցախում գնալու։ Ժամանակին եթե փորձենք հիշել, կրակոցներ սահմանին, դիրքերին, ավելի շատ Հայաստանի տարածքում էին իրականացվում, քան Արցախի դիրքերից։ Հետևաբար վտանգավորության տեսանկյունից Արցախը ավելի ապահովված էր, քան Հայաստանի դիրքերն ու սահմանները։ Դա պարզապես ես կասեի ստոր ձևակերպում է կրկին սեպ խրել արցախցիների հետ։ Բայց եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ եղել են, ովքեր խուսափել են, արդյոք դա արդարացում էր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու այդ Նիկոլ Փաշինյանի արարքին։ Բնականաբար ոչ։ Բնականաբար, որովհետև բոլոր դեպքերում Արցախը գործնականում հասարակությունը պետք է հասկանա ոչ թե Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը։ Գործնականում այսօր մենք տեսնում ենք, որ Արցախն է եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ամբողջ մեր արևելյան հատվածը ապահովված էր Արցախի գոյության պայմաններում։ Մենք ունեինք 42,000 քառակուսի կիլոմետր Հայաստան։ Այսօր ըստ սրանց վերջի հրապարակումների ունենք 28743։ Չնայած միջազգային ամբիոնից միշտ բղավում էր 29800, դա էլ իջեցրեցին 29400։ Արցախը իր գոյությամբ ապահովում էր Հայաստանի անվտանգությունը։ Եվ Հայաստանում եւ Արցախում ընդհանրապես անվտանգային առումով, բանակում ծառայելու առումով որևէ խնդիր երբևէ չի եղել։ Ուղղակի նշեմ, որ ես ինքս ծառայել եմ պաշտպանության բանակում Արցախում եւ դա համարում եմ իմ կյանքի լավագույն 2 տարիներից մեկը։ Պարոն Պետրոսյան, Գյումրիում թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում, նաև նրանց հարազատների։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, որոնք վերջին շրջանում ակտիվացել են դրանցով գործողությունները։ Ռուբեն Մխիթարյանին կանչեցին քննչական մարմին ինչ որ մեքենայի վարորդական իրավունքի ունենալ չունենալու հարցի հետ կապված։ Երեք հայտնի դարձավ, որ թեկնածուներից մյուսի Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն են հրավիրել քննչական կոմիտե։ Դուք երկար տարիներ ծառայել եք իրավապահ համակարգում, նման որոշումները նախընտրական շրջանում պատահականություն է, թե իրապես քաղաքական հետապնդում կա իշխանությունների կողմից։ Մենք եթե հարցը նայում ենք համադրության մեջ պետք է գնահատական տանք ամբողջ երևույթին, բնականաբար սա քաղաքական հետապնդում է բոլոր ընդդիմադիր գործիչներին։ Ես չեմ ուզում դիտել ով է լավը, ով է վատը։ Իմ համար շատ կարևոր է այսօր, որ Գյումրի քաղաքում գործնականում ընդդիմադիր շարժումը լուրջ թափ է հավաքում։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-կանների համար լուրջ վտանգ է, սպառնալիք է։ Եվ շատերը ասում են, որ Գյումրի քաղաքում ընդդիմության հաղթանակը կարող է այն կայծը լինել, որ արդեն բերվի ամբողջ Հայաստանի տարածք, այդ թվում առավելևս Երևան։ Հիմա ռեպրեսիաների process-ները, որ սկսվեց առաջինը գործնականում Վարդան Ղուկասյանի նկատմամբ,
այս ազգակործան պատուհասների այն արտահայտությունը ասֆալտին փռելու ձևակերպմամբ ու գործողությամբ։ Անկախ Վարդան Ղուկասյանի անցած ճանապարհի նրա կերպարի մարդու իրավունքի տեսանկյունով, բարոյականության իրավունքի տեսանկյունով չէր կարելի այդ տարիքի մարդուն թորների աչքի առաջ պարկեսնել գետնին, տանել գործնականում ձերբակալում իրականացվեց, տանել ոստիկանության բաժին մի քանի ժամ պահել նոր բաց թողել, իբրև թե զենք են փնտրում։ Հաջորդ գործողությունը եղավ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ։ Դուք տեսեք ոստիկանությունը բարեկային ծառայությունը արդեն իր մեքենայում կոնկրետ ունի բոլոր անձանց տվյալները վարորդական իրավունք ունենալու, զրկված լինելու եւ այլի, կամ չունենալու մասին։ Անցյալ տարվա մայիսի ինչ-որ դեպք եւ ասում են, որ առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել։ Այն դեպքում, երբ մարդը պնդում է, որ վարորդական իրավունքի վկայականը իր մոտ է եւ որևէ խնդիր չկա։ Սա եւս մի քայլ է ռեպրեսիոն գործողություն, այն էլ շատ պարզունակ եւ հիմար գործողություն։ Ես կարծում եմ իրավապահ մարմինները, եթե գոնե չարամիտ գործողություն են անում, կարող են որոշակի խելամիտ քայլերով դա անել։ Ու մի քիչ գրագետ։ Գրագետ բնականաբար, այսօր նրանցից գրագիտություն սпасել բնականաբար մենք չենք կարող առավելևս գրագիտության գոնե որոշակի չափաբաժին պետք է ունենալ գլխավոր դատախազը, որ ազգային ժողովում ես կասեի խայտարակ եղավ իր միջնորդություններով։ Շարունակելով ձեր հարցը, այնուհետև խոզարկություններ սկսվեց Գյումրիի երկու դաշինքների նկատմամբ։ Առաջին առավոտ լուսաբացին Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանի շտաբի կենտրոնական շտաբը մտան խոզարկության եւ մտան նաեւ մի քանի շտաբի ներկայացուցիչների, ավականու անդամների բնակարներ խոզարկության։ Որևէ բան չեն հայտնաբերել։ Պարզապես նույնիսկ մանկասակ երկու մանկասակ երեխայի կնոջը, որը ըստ տեղեկությունների նաև որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, Գյումրիից բերում են Երևան։ Լավ, եթե գործողություններ ունեիք անելու, կարող եք Գյումրիում անել, եթե դա հրատապություն էր պարունակում։ Դա սպառնալիքի, խուշտանգման կոնկրետ գործողություններ են եւ տեսակ վախի մթնոլորտ ձևավորելու առումով։ Այնուհետև նույն օրը Մարտին Գրիգորյանի բնակարան մտան, ձերբակալել են ըստ իմ տեղեկությունների 4 անձի։ Մարտին Գրիգորյանի հորը եւ որդուն եւ եւս 2 անձի իրենց ավականու անդամներից։ Եվ պատճառն ինչ է, տեսեք, ես բազմաթիվ քրեական գործեր եմ ժամանակին քննել, ժամանակին այդ քրեական գործերով հսկողություն եմ իրականացրել, որը կապված լինի ընտրակաշառքի հետ։ Ընտրակաշառքը կոնկրետ գործողություն իրականացնելու մենք դրամական միջոց փոխանցելը չի։ Ընտրակաշառքը նաև խոստումներն են ընտրություններից առաջ։ Հիմա նույն այս ԿՊԱ-կանի ներկայացուցիչը ամեն օր իր քարոզ արշավում խոստումներ է տալիս։ Հիշեք, դեռևս նախանցյալ տարի Երևանի ավականու ընտրությունների ժամանակ Ավինյան կոչված սուբյեկտը, որ քարոզարշավ էր իրականացնում, ամեն քայլափոխի խոստումներ էր տալիս։ Նույնիսկ Վարդաշենի վերջերս 2-3 օր առաջ բնակիչները, որոնք ասում են խոստում ես տվել իրենց բնակարանների վերանորոգման կամ ինչ-որ խնդիրների լուծման, որը չէր իրականացրել եւ մարդիկ դուրս են եկել փողոց։ Նույն Սարիկ թե Բլերիկ, չեմ հիշում, երևի Սարիկ։ Այս անձը քանի անգամ անցած կոնկրետ գործողություններ, մարդիկ կոչեցին նույնիսկ փայտ է առաջարկել, ասել է եթե վերջանա կասեք էլի բերեմ։ Հիմա Մարտին Գրիգորյանի հայրը կարծես թե ինչ-որ ավազ է փողոցում լցելու, հարթեցնելու տեսանկյունով գործողություն է արել։ Սա դիտել որպես հրատակաշարք, այդ դեպքում ինչի երկակի ստանդարտ։ Սարիկ Մինասյանի այդ խոստումները։ Չէ՞ որ ընտրակաշառքը քրեական օրենսդրությամբ կոչվում է ոչ միայն կոնկրետ արդեն փոխանցված գումար, միջոց կամ այլ առարկաներ, այլև խոստումը։ Հիմա ընտրություններից առաջ այս անձիկ մշտապես խոստումներ են տալի, օգտագործելով իրենց վարչական ռեսուրսը։ Եթե Սարիկը օգտվում է Գյումրի քաղաքի բյուջեից, ապա Մարտին Գրիգորյանը իր միջոցների հաշվել է դա արել։ Դա գոնե գնահատեն։ Բնականաբար այս գործողությունները իշխանությունների մոտ լուրջ վախի զգացումը եւ այս արձագանքը հենց վախի այդ նրանց մոտ եղած նստվածքն է։ Վախը շատ խորն է նրանց մոտ Գյումրի քաղաքի առումով։ Ինչու, պարոն Պետրոսյան։ Որովհետև ընտրություններ են սովորական։ Չէ, տեսեք ինչու՞մն է խնդիրը։ Առաջին հերթին 3 էր կարծեմ, բոլորը միասին տեխնացուները հավաքվել էին H1-ի եթեր եւ բանավեճ էր տեղ ունենում եւ շատ խոստովանական ցուցմունք տվեց Սարիկ Մինասյանը։ Նա ասաց, որ 8-ը իր դեմ են։
Դուք պատկերացրեք, սրանք այնքան են միայնակ մնացել, որ իրենց կողմնակից որևէ մեկը էլ չկա։ Սա ցույց է տալիս, սա ցուցիչ է արդեն նրանց հեղինակության, նրանց վարկանիշի վերաբերյալ։ Սա է հենց խնդիրը։ Նրանք վախ ունեն նրանով, որ հաստատ Գյումրիում պարտվելու է 100%-ով, դա անքննարկելի է։ Թե առաջի տեղը կվերցնի ԿՊԱ-ական իրենց ադմինիստրատիվ ուժերը հավանական համարում են որոշակի տոկոսով առաջի տեղը գրավելու, բայց դա չի նշանակում 50+1 ունենալ։ Մյուս ընդդիմադիր ուժերը, տեսեք, նույնիսկ Եվրոքվեն չի ուզում ԿՊ-ին միանա, իրեն ուզում ավելի մաքուր պահի։ Չէ՞ որ Եվրոքվեի սուբյեկտները ովքեր են, Արամ Զավելի Սարգսյան, Բաբաջանյան եւ այլն, նրանք են, բայց նրանք եւս չեն ուզում ԿՊ-ին միանալ, փորձելով իրենց մաքուր պահել։ Բնականաբար ես կարծում եմ երկրորդ տեղը Վարդան Ղուկասյանը կլինի, երրորդ, չորրորդ տեղերում կլինեն Մարսուն Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը, այնուհետև նաև Ռուբեն Մխիթարյանը։ Իմ կարծիքով բոլորը շանս ունեն անցնելու, սահմանված անցնելու եւ այս դեպքում միանալու, ու ես համոզված եմ, որ կմիանա։ Կոալիցիա կկազմեն։ Այո, իհարկե, ընդդեմ Նիկոլի, ընդդեմ ԿՊԱ-կանի կոալիցիա կազմեն եւ կմիավորվեն։ Միավորվելու պայմաններում հաստատապես քաղաքապետ կդառնա ընդդիմության սուբյեկտներից մեկը, հիմա չկանխորոշեն կոնկրետով։ Եվ սա տեսեք նաև ինչ-որտեղ սիմվոլիկ նշանակություն ունի։ Դժբախտաբար երկրի արհավիրքը սկսեց Գյումրիի քայլարշավից։ Երկրի կործանումը, Արցախի կործանումը, մեր զոհերը ամբողջությամբ սկսվեց այդ քայլարշավից։ Եվ սիմվոլիկ նշանակություն ունի, որ Գյումրիի հաղթանակը կբերի նաև Երևան եւ ամբողջ Հայաստան։ Ժամանակին, եթե փորձենք հիշել Երևանի ավական ընտրությունների ժամանակ, եթե այս միասնությունը լիներ, այս ընկալումը լիներ, Երևան քաղաքը արդեն վաղուց վերցրել էինք մենք Նիկոլ Փաշինյան ու Ավինյանից։ Նրանք 9%-ով կարողացան միավորվել Հայաստան Հանրապետություն կուսակցության հետ եւ ավականի կազմել։ Վտանգ չկա, որ նույնը Գյումրիում կլինի։ Ես համոզվածություն ունեմ, որ ԿՊ-ն միայնակ է այս առումով։ Եթե Երևանում նրանք կարողացան հանրապետություն, թե հանրապետական Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը, այդ քույր կուսակցությունը, որ միավորվեց ԿՊ-ին, ստեղծեցին դա։ Գյումրիում դա իրենց չի աջակցել։ Պարոն Պետրոսյան, վերջին 2 օրերին գլխավոր դատախազը ազգային ժողովում էր նախկին ԿՊԱ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ, ուրեմն նրանց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ էր բերել ազգային ժողով, որը եւ բավարարվեց։ Ինչ դիտարկումներ ունեք, ինչու այս փուլում այս երկու պատգամավորները իրավապահների թիրախում հայտնվեցին, որովհետեւ Տարոն Մարգարյանի գործը 7 տարի վաղեմություն ուներ եւ նույնիսկ այնտեղ մեղադրանքի վերավորակման ուրեմն դրվագ կար, նույնը նաեւ Հովիկ Աղազարյանի մասով կարելի ասել, դուք ինչ դիտարկումներ ունեք։ Նախ խոսենք այն մասին, որ սա եւս լիարժեք քաղաքական հետապնդում է, բառի բուն իմաստով։ Տեսեք, նախ Տարոն Մարգարյանի վերաբերյալ 7 տարի նախաքննություն է իրականացվում։ Նախին քրեական օրենսգրքի 314-315 հոդվածներով խոսքը վերաբերվում է պաշտոնական լիազորությունների սահմանազանցման կամ լիազորությունները չարաշելու հետ։ Այս նույն արարքները դեռևս 7 տարի եղել են։ Այսինքն այս գնահատականը եղել է։ Այս գնահատականի պայմաններում, եթե նաև հաշվի առնենք, որ գործողությունները, եթե իհարկե տեղ են գտել որպես այդպիսին հանցագործություն, դրանք եղել են 11-12 թվականներին։ Դրանց վաղեմիության ժամկետները արդեն վաղուց անցել է։ Նույն գլխավոր դատախազը այդ քրեական գործերով նշեց, որ գրեթե 1 տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթները կարճվել են ու շեշտելով որպես այդպիսին մեղավորության հիմքով, չարդարացնող հիմքով են վարույթները կարճվել, այն է վաղեմիության ժամկետը անցնելու հիմքով։ Սա դատախազը նշում էր այն տեսանկյունից, որ չարդարացնող հիմքը դա այն է, որ հիմնավորել են իբրև թե անձի մեղավորությունը, բայց օրենքով չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետև վաղեմիության ժամկետն անցել է։ Եվ հիմա, որպեսզի կարողանան Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանքը թարմացնեն, նույն փաստական հանգամանքները, ինչ որ եղել են 18 թվականին, 19 թվականին, նույն փաստական հանգամանքները, որոնցով այլ անձանց վերաբերյալ վարույթները կարճվել է վաղումության հիմքով, նույն ազգային ժողովի պատգամավորներից ԿՊԱ-ական մի երկուսը դա արձանագրեցին։
Նույն փաստական հանգամանքներով հիմա արարքը վերավորել են որպես փողերի լվացում։ Եվ այս աղջնակը հանրությանը փորձում է բացատրել, թե ինչ ասել է փողերի լվացում, ինչ աստիճաններով է դա ընթանում եւ այլն։ Այսինքն, եթե փաստական հանգամանքները այն ժամանակ կար, ինչի նախին քրեական օրենսգրքի 190 հոդվածով, որպես փողերի լվացում արարքը այդպես չէր որակվել։ Հիմա տեսնելով, որ անհրաժեշտ է եւ տեսնելով, որ վաղեմիության ժամկետը այդ նույն արարքի պատժելիության տեսանկյունից անցել է, հիմա նոր առավել ծանր հոդված են մեղսագրում Տարոն Մարգարյանին, որը հավատացեք, ինչպես մյուս քրեական գործերը, դատարանում ամբողջությամբ փլվելու են։ Նույն դատախազը ինքը գիտակցում է դա, բայց քանի որ այսօր դատախազը գործնականում Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարողն է, շատերը մոռացան երևի ժամանակին, երբ որ Աննա Վարդապետյանը գլխավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, նա կոնկրետ միջամտում էր նախաքննությանը Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը վերախմբագրում ու խմբագրում էր։ Նույնիսկ ավելին, եթե չեմ սխալվում, դա Ռուբեն Հայրապետյանի գործի հետ էր կապված։ Նույնիսկ բանկային գաղտնիք տեղեկությունները, որ քննիչը դատարանի միջոցով կարողացել էր ստանալ, դա եւս փոխանցել էին Աննա Վարդապետյանին։ Սա կոնկրետ քրեորեն պատժելի արարք է, բնականաբար չպատժվեց։ Ավելին, գլխավոր դատախազը որպես այդպիսին սահմանադրությամբ անկախ մարմին է եւ գործնականում հաշվետու է ազգային ժողովին։ Կառավարության նիստի ժամանակ գլխավոր դատախազը չգիտակցելով նույնիսկ իր կարգավիճակը, կառավարության նիստին հայտարարում է, որ պարոն վարչապետ, ես ձեզ այդ մասին զեկուցել եմ։ Սա բնականաբար ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար եւ հանձնարարականները կատարողն է։ Ու տեսեք, ինչից հետո դա եղավ։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում կորցրեց իր ինքնատիրապետումը, ազգային ժողովում բավականին, որին երևի հավանաբար կանդրադառնանք, կարելի ասել հոգեխանգարմունքի վիճակում կոնկրետ հանձնարարություններ ուղղեց Աննա Վարդապետյանին եւ իրավապահ մարմիններին, որից հետո տեղի ունեցավ նաեւ Գյումրիի բռնությունները։ Չէ՞ որ Գյումրիի հետ կապված էր, ասեց ինչ որ նախկին հանցագործ, հավանաբար Վարդան Ղուկասյանին էր դա ուղղված, որ փորձում են ավականու ընտրություններին անցնել։ Դա չէ՞ որ մեսիջ էր իրավապահ մարմիններին եւ իրավապահ մարմինները այդ կարելի ասել մասկի շոուն իրականացրեցին հենց կոնկրետ ընդդիմադիր դաշինքների ու անձանց նկատմամբ։ Պարոն Պետրոսյան, կուզեմ նաև ձեր կարծիքը իմանալ Նիկոլ Փաշինյանի օրերս ազգային ժողովում կատարած հայտարարության մասին, այսպես բուրըն, կիսազայրացած, չգիտեմ ինչպես նկարագրեմ Նիկոլ Փաշինյանի այն հոգեվիճակը, որում նա գտնվում էր եւ այն ժեստիկուլյացիան, որով նա ամենամեղը կոչվի ինքնատիրապետումը կորցրած անձ։ Ամենամեղ։ Թերևս նախկին նախագահներին ասում էր, եթե դուք գաք ինձ այդ բանավեճի, ես ձեր քաղաքական դիակները կտանեն այդտեղից։ Որքանով է վայել ընդհանրապես պետական բարձրաստիճան պաշտոնյային այդպես խոսել նախկին նախագահների մասին։ Գիտեք, նախ արձանագրենք, որ մեր երկրի դժբախտությունն է, որ մենք այսօր այսպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող ղեկավար ունի այս երկիրը, մեր ժողովուրդը։ Տեսեք, ժամանակին հայտարարը առաջարկել էր նախին նախագահներին բանավեճի Արցախյան հարցի շուրջ, Արցախյան հարցի կապակցությամբ կազմված փաստաթղթերի վերլուծելու եւ այդ կապակցությամբ կոնկրետ բանավիճելու։ 3 նախագահներն պաշտոնապես հրաժարվեցին, բայց առավել կարևորը նրանում չէր, որ նրանք չէին ցանկանում այս կիսագրագետ անձի հետ բանավիճել։ Կոնկրետ նույնիսկ ասում էին, լավ, եթե բանավիճելու ենք, ինչ փաստաթղթերի շուրջ, հրապարակի որևէ փաստաթուղթ, որից հետո ասենք բանավիճենք այս փաստաթղթի շուրջ։ Դա բնականաբար տրամաբանական է։ Եթե ես եւ դուք ինչ-որ հարցի շուրջ պետք է բանավիճենք, թեման պետք է լինի եւ այդ թեմայի վերաբերյալ տեղեկացված պետք է լինենք, որ կարողանանք բանավիճել։ Բնականաբար հրաժարվել էին եւ հիմա ազգային ժողովի ամբիոնից ես չեմ կարծում աշխարհում նման դեպք եղած լինի։ Չեմ կարծում։ Նույնիսկ այն երկրների ղեկավարները, որոնք թեկուզ եւ իրենց երկրից փախնում են, ընդունենք Սիրիայի ղեկավարին թեկուզ նայենք, նոր ղեկավարը նման արտահայտություն չի անում։ Մեղավորը կարող է բերեն, դատեն։ Բայց նման արտահայտություն նախկին նախագահների, դա գիտեք,
ոչ թե առհամարանք առհամարական վերաբերմունք է ոչ միայն նախագահների, նախկին նախագահ երեքի, ոչ միայն վիրավորական է նախկին նախագահների նկատմամբ այս արտահայտությունները, որ գետին կփռեմ, քաղաքական դիակները դուրս կբերեմ, վերընկնեք տեղները, պատերով կտամ արտահայտությունները միայն նախագահներին չէր վերաբերվում, վերաբերվում են ամբողջ հայ ժողովրդին։ Չէ՞ որ նրանք որպես նախագահներ ազգային հանրապետությունում անցել են ընտրություններ, նրանք ընտրվել են 10 տարի, գուցե որոշակի չափ Լևոն Պետրոսյան ավելի կարճ ղեկավարել են։ Լավ թե վատ, վատ կքննադատենք, լավ, բայց մենք ունեինք ազատագրված Արցախ։ Ունեին կրկնում եմ 41-42 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան Արցախը եւ ազատագրված տարածքները։ Եվ վարչապետի այս արտահայտությունը, այս ստոր ձևակերպումները ուղղված էին ոչ միայն նախագահներին, այլև հայ ժողովրդին։ Եվ նման վերաբերմունք, տեսեք, նույնիսկ նորմալ մարդուն փորձեք հարցնել, լավ երկրի ղեկավարը ինքնատիրապետումը կարող է այդպես կորցնել եւ այդպիսի հողորտանքներ։ Սա Նիկոլ Փաշինյանի առումով ես առիթ ունեցել եմ ասելու։ Ինձ միշտ հարցում են, քանի արարք է կատարել, քանի հոդվածներով կարող է նրան մեղադրանք առաջադրվել եւ դատապարտվել։ Ես նույնիսկ ասել եմ, եթե քրեական օրենսգիրքը խփենք Նիկոլ Փաշինյանի գլխին, քրեական օրենսգիրքի հոդվածների կեսը կմնա նրա ուսերի։ Բազմաթիվ հանցագործություններ արել է եւ կոնկրետ սա, կոնկրետ սպառնալիք էր մեր երկրի նախկին նախագահների կյանքի եւ առողջության նկատմամբ։ Սպառնալիք հանրային եթերով։ Եվ սպառնալիքը իրագործելու ռեալ հնարավորություն ունի, այնքանով որքանով տիրապետում է ուժային կառույցների։ Կոնկրետ սա հանցագործությունն էր եւ գլխավոր դատախազը, որ հաջորդ օրը եկավ, արդեն քրեական վարույց պետք է հարուցած լիներ։ Բայց դե մենք ինչպես նշեցինք, դատախազը նման լիազորություններ ունենալով որևէ հարց չի լուծելու։ Ներողություն, ձեր հարցը դատախազի ազգային ժողով գալը միայն Տարոն Մարգարյանի մասով ես ասեցի, ես կցանկանայի Հովիկ Աղազարյանի վերաբերյալ։ Տեսեք, Հովիկ Աղազարյանը որպես ՔՊԱ-ական սուբյեկտ, ՔՊԱ-ական ջատագով, որպես այսպիսին այդ գաղափարներ պաշտպանող, երբևէ մեր աչքի լույսը չի եղել։ Ես նույնքան մեղավոր եմ համարում Նիկոլ Փաշինյանին եւ նույնքան Հովիկ Աղազարյանին։ Նրան արտահայտությունները, որ Կիլիկյանի հայրենիքը չի, այն արտահայտությունը, որ Քրիստոսին սկսել է հավատալ Նիկոլ Փաշինյանին տեսնելով ու ճանաչելով, սա նորմալ մարդու ձևակերպումներ չեն։ Բայց սա ցույց է տալիս, ինչպիսի ռեպրեսիվ, ինչպիսի դիկտատորական փոխհարաբերություններ կան ՔՊ կուսակցության մեջ։ Եթե չես կատարում, եթե կամակատար չես, դառնում ես թշնամի։ Այդ ՔՊ-ի մարդկանց նկատմամբ վերաբերմունքը եւ ագրեսիվությունը այնքան հեռու են տանում, որ չեն բավարարվում միայն դատելով։ Տեսեք, կարող է լավ։ Նաեւ նվաստացնում են։ Այդ դա ամենաառավել վտանգավորն է։ 65 տարեկան մարդուն դուք համարում եք արդեն սեռախախտված անձ։ Դուք հրապարակում եք, որ նա պետական գաղտնիք, դավաճանի կարգավիճակ եք տալի նրան եւ որից հետո նոր քրեական պատասխանատվության ենթարկում։ Սա մեսիջ էր նաև ԿՊ-ական մյուս պատգամավորներին, որ չփորձեք Նիկոլ Փաշինյանի բռից դուրս գալ։ Տեսեք, շատերը նույն ազգային ժողովում շատ պատգամավորներ գրեթե քննադատում էին դատախազի միջնորդությանը։ Բայց ինչ ստացվեց, կարծեմ 1 թե 2-ն են դեմ քվեարկել, դեռ հայտնի չի, ովքեր են գուցե սխալմամբ են դեմ քվեարկել։ Բոլորը միասնաբար կատարեցին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։ Եվ սա ԿՊ-ականները պետք է հասկանան, որ վաղը միսօրը ինչ որ եղավ Հովիկ Աղազարյանի հետ, վաղ իրենց դուրն է չոկելու։ Եվ այն տեղեկատվությունը, որ նաև ձեր եթերներում է հնչում տարբեր եթերներում, որ իրոք լուրջ արդեն ճեղքվածք է առաջացել ԿՊ-ականների միջև։ Այն մի խումբը, որը գտնվում է առաջին դիրքերում, նրանք բավականին լավ օգտվում են այս բառն օգտագործեմ լափանմանից։ Բայց որոշակի խումբ, որ ընդհանրապես նստած է աշխատավարձի, նրանք արդեն չեն ուզում բավարարվել դրանով։ Նրանք եւս ուզում են կերակրատաշտից օգտվել։ Այս առումով լուրջ հակադրություններ կա։ Եվ իհարկե լուրջ հակադրություններ կա Արսեն Թորեսյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ այլ մյուսների միջև։ Եվ վաղ միսօր այդ ձայները մենք կլսենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ, կհանդիպենք։